Բարև հարգելի հեռուստադիտող, Մեդինֆորմն է եթերում։ Աչքի լազերային կորեկցիան կոնտակտային ոսպնյակներից եւ ակնոցից հրաժարվելու ժամանակակից բժշկության լավագույն մեթոդներից է։ Ինչպես պատրաստվել այս վիրահատությանը, ինչ հակացություններ այն առհասարակ ունի։ Կիմանաք այսօր Մեդինֆորմի եթերում, հետևեք մեզ։ Աչքի լազերային կորեկցիան ցուցված է կարճատեսության, հեռատեսության եւ աստիգմատիզմի ժամանակ։ Այն իրականացվում է 20-ից 45 տարեկան տարիքային խմբում։ Լազերային կորեկցիայի դեպքում հատուկ ցուցումներ չկան։ Լազերային կորեկցիայից 6 ամիս առաջ եւ հետո հարկ է խուսափել հղիության պլանավորումից։ Կանանց խորհուրդ է տրվում նախքան միջամտությունը 1 օր չդիմահարդարվել։ Վիրահատությունից հետո պացիենտը կլինիկայում անցկացնում 30 րոպե։ Ընդհանուր վիճակը գնահատելուց եւ բժշկի կողմից ցուցումներ ստանալուց հետո նա կարող է գնալ տուն։ Երկրորդ վիրահատության կարիք կարող է առաջանալ բարձր կարճատեսություն կամ հեռատեսություն ունեցող անձանց մոտ։ Վիրահատության բուն ընթացքը եւ նախապատրաստական աշխատանքները տևում են 15-ից 20 րոպե։ Լազերային ներազդեցությունը աչքի վրա տևում է ընդամենը վայրկյաններ։ Այս վիրահատության կարող են դիմել 18-ից 45 տարեկան անձինք։ Կան դեպքեր, երբ լազերային վիրահատությունը համարվում է անարդյունավետ։ Մասնագետները դա կապում են նրա հետ, որ նախքան վիրահատությունը այդ մարդը չի անցել լիարժեք ակնաբանական հետազոտություն, կամ հնարավոր է ունեցել է այնպիսի հիվանդություններ, որոնք անդրադարձել են ակնահատակի առողջական վիճակի վրա, կամ ունեցել են հիվանդություններ, որոնք թերի են ախտորոշվել եւ ժամանակի ընթացքում ավելի ակտիվ են դրսևորվել ու առաջացել է տեսողության վատացում։ Մի քանի հետաքրքիր փաստ աչքերի մասին։ Մարդկային աչքը կարող է տարբերել մոխրագույնի 500 երանգներ։ Ծնվելիս ակնախորոչի տրամագիծը կազմում է մոտավորապես 17.5 մմ, դեռահասի մոտ 20-ից 21 մմ, իսկ մեծահասակների մոտ 24 մմ։ Շնաձկների եւ մարդկանց եղջերաթաղանթները շատ նման են իրար, այդ պատճառով էլ շնաձկան եղջերաթաղանթը երբեմն օգտագործվում է մարդկայինին փոխարինելու համար։ Մարդկային օրգանիզմի մկաններից ամենաակտիվը հենց աչքինն է, եւ տեղեկության 90%-ը ուղեղը ստանում է հենց տեսողության միջոցով։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտող, ես գտնվում եմ Աստղիկ բժշկական կենտրոնում եւ ակնաբուժական ծառայությունում։ Զրուցելու ենք Աստղիկ բժշկական կենտրոնի ակնաբուժական ծառայության ղեկավար Թամարա Շահինյանի հետ։ Բարև բժշկուհի։ Բարև ձեզ։ Խնդրեմ ներկայացրեք, թե աչքի լազերային կորեկցիան ինչ խնդիրներ է լուծում, հեռատեսություն, կարճատեսություն, արդյոք բոլորը լուծվում են այս վիրահատությամբ։ Շատ լավ։ Լազերային կորեկցիան դա մի մեթոդ է, որ մեզ օգնում է շտկել լուսաբեկման խանգարումները աչքի, այսինքն կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիզմ։ Արդյոք այս վիրահատությունը մեկընդմիշտ է լուծում խնդիրը, թե տարիներ անց պետք է այն կրկնել ամեն դեպքում։ Լազերային կորեկցիան մեկընդմիշտ լուծում է մեր խնդիրը մինչև կյանքի վերջ։ Իհարկե հետագայում կարող են առաջանալ տարիքային փոփոխություններ, որոնք կապ չունեն այս խնդրի հետ։ Բժշկուհի, կան տարածված միֆեր, որ աչքի լազերային կորեկցիան կարող է առաջացնել մեկ այլ խնդիր, ըստ որի պացիենտի հիմնական խնդիրն է հրաժարվել ակնոցից, սակայն նա ստիպված է այն կրել մեկ էլ տեսողության հաջորդ խանգարման, ենթադրենք հեռատեսության համար, որքանով է սա իրականությանը համապատասխանում։ Կարծում եմ դա միֆ է, որովհետև նպատակը մեր վիրահատում ենք այն պացիենտներին, ովքեր չեն ուզում կրել ակնոց եւ կոնտակտային ոսպնյակ եւ ունենան 100% տեսողություն։ Իսկ մեր վերջնական նպատակը ակնոց չկրելն է։ Պացիենտները շատ հաճախ մի հարցով են դիմում, կարծում եմ դա հենց դա է ձեզ հետաքրքրում, տարիքային հեռատեսության մասին է խոսքը։ Այո, 45 տարեկանից հետո ցանկացած դեպքում տարիքային հեռատեսություն ենք ունենում եւ մոտիկի ակնոց կրելու կարիք է ունենում։ Կան հակացություններ, երբ մարդը ցանկություն ունի գնալ այս վիրահատության, բայց չի կարող որոշ հիվանդություններից ենթադրենք ելնելով։ Որպես ցանկացած միջամտություն լազերային կորեկցիան էլ ունի իր հակացությունները։ Նախ տարիքը 18 տարեկանից բարձր պացիենտներին ենք վիրահատում, քանի որ իրենց տեսողական համակարգը պետք է զարգանա լիարժեք, նոր մենք վիրահատության գնանք եւ նաեւ ունենանք 18 տարեկանում ստաբիլ կարճատեսություն, աճ չունենանք։ Հակացություններից են նաև եղջերաթաղանթի խնդիրները, մեկը կերատոկոնուսը, այսինքն այն խնդիրները, որոնք հետ վիրահատական մեզ պրոբլեմ կառաջացնեն, դրանք բոլորը հակացություններ են։ Այս պատճառով պացիենտը անցնում է մանրակրկիտ հետազոտում, հերքում ենք բոլոր խնդիրները ակնային, նոր անցնում ենք լազերային կորեկցիայի։ Գիտեմ, որ սա այն վիրահատությունն է, որին պետք է երկար պատրաստվել, նույնիսկ նշում են, որ ախտորոշումը կատարվում է 1 ամբողջական օր, որքանով է սա իրական։ Ախտորոշումը 1 ամբողջ օր չի տևում, տևում է
1 ժամ, ժամ ու կես նայած ինչ ծավալի ենք հետազոտում պացիենտին եւ ուղղակի առօրյայից 1 օրով պացիենտը կտրվում է, որովհետեւ մենք բիբը լայնացնում ենք եւ հետո տեսողության խնդիր է ունենում։ Ցանկալի է 1 օր տրամադրել ես հետազոտությունների, իսկ պատրաստվել վիրահատությունից առաջ առանձնապես որևէ բանի կարիք չկա, զուտ եթե կոնտակտային ոսպնյակ կրողներ են պացիենտները, մի քանի օր ոսպնյակը չեն կրում։ Համարական դեպքեր, երբ մարդիկ դիմում են աչքի լազերային կորեկցիայի համար, սակայն կատարվում է մեկ այլ վիրահատություն, ենթադրենք փոկում են ոսպնյակը։ Ինչով է սա պայմանավորված եւ արդյոք սա հենց պացիենտի ու բժշկի համատեղ որոշման արդյունք է, խնդրեմ։ Այո, կան դեպքեր, ես նոր նշեցի, որ մենք մանրակրկիտ հետազոտում ենք անցնում, զուտ որպեսզի հայտնաբերենք այլ խնդիրների առկայությունը։ Օրինակ, մենք ակնահատակի հետազոտում ենք անցնում եւ եթե կան ակնահատակում խնդիրներ, փոփոխություններ, ապա միանշանակ ակնահատակի ամրացում ենք անում, նոր անցնում ենք լազերային կորեկցիայի։ Շատ հաճախ պացիենտը հենց դիմում է տարիքային հեռատեսության հետ կապված շտկման, մենք իրենց առաջարկում ենք ոսպնյակի փոխելու վիրահատություն, որովհետեւ այնտեղ կարող են արդեն սկսված լինել տարիքային փոփոխություններ ոսպնյակում, եւ միաժամանակ ոսպնյակը փոխելով մենք ունենում ենք եւ հեռվի եւ մոտիկի տեսողություն։ Դա ավելի նախընտրելի տարբերակ է դառնում։ Տարբերակը ընտրվում է տվյալ պացիենտի համար։ Բոլոր պացիենտներին կատարում է ինդիվիդուալ մոտեցում։ Այո, մեկ ընդհանուր պրոտոկոլ սահմանված չէ բոլորի համար։ Եվ հետաքրքիր է թե այս կարևոր վիրահատությունից հետո շատ են սահմանափակումները, ինչպիսի խնամք է առհասարակ պահանջում աչքը վիրահատությունից հետո։ Վիրահատությունը ինքը իրենով արագ եւ հեշտ է, բայց նաեւ շատ կարեւոր է հետվիրահատական խնամքը պացիենտների, որը արդեն իրենց վրա է դրված։ Մեկ շաբաթ աչքերին ձեռք տալ չի կարելի, զգուշությամբ սրբում ենք աչքերը եւ ունենք 1 ամսվա սահմանափակում, հիմնականում դա ծանրություն չբարձրացնել, աչքը չտրորել։ Այս ամենը արվում է, որպեսզի մենք էֆեկտը պահենք ու որևէ խնդիրներ չունենանք։ Իսկ այլ լաց լինելը կարող է վնասել արցունքները։ Լաց լինելը այնքանով կվնասի, որ արցունքը ինքը կգրգռի աչքը եւ պատահաբար պացիենտը կարող է տրորել աչքը։ Հետվիրահատական նաև ունենք խնամք կաթիլների տեսքով, քանի որ վիրահատությունից չորություն է առաջանում եւ պացիենտը պետք է հետեւողաբար կաթեցնի խոնավեցնող կաթիլներ։ Ամբողջ կյանքի ընթացքում։ Ոչ, զուտ մի քանի ամիս։ Ահա, շատ լավ։ Բժշկուհի, այ շատ են թարթիչների սերտաճեցումը մոդայում, տրենդում, գրեթե բոլորը նկատում ենք դրան գնում են։ Արդյոք սա կարող է որևէ կերպ վնասել աչքի կամ տեսողությանը կամ առհասարակ որևէ վնաս պատճառել աչքին։ Շնորհակալություն հարցի համար, որովհետև ես միշտ դեմ եմ լինում, երբ որ պացիենտը գալիս է նման թարթիչներով, ինչքան էլ իրեն լավ խնամեն, լավ տեղադրեն այդ թարթիչները, միևնույն է երբեմն բարդություններ լինում են, անկախ նրանք գալիս են լազերային վիրահատության թե ոչ, օրինակ նույն այդ սոսինձը, որով ամրացվում են, երբեմն լինում է աչքի մեջ է թափվում եւ դա առաջացնում է լուրջ խնդիրներ։ Ինչ վերաբերում է լազերային կորեկցիային, միանշանակ նույնիսկ շպար չի կարելի, մոտ մի 2 շաբաթ վիրահատությունից հետո եւ վիրահատությունից առաջ էլ այդ բոլոր թարթիչները հեռացվում են, սանեց է արվում աչքի այդ հատվածը, որովհետեւ իրենք նաեւ ինֆեկցիայի աղբյուր կարող են հանդիսանալ։ Այո, ամեն դեպքում որպես ակնաբույժ դուք խորհուրդ չեք տալիս, այո, կատարել թարթիչների սերտաճեցում։ Իրականում, եթե ընկնում են նորաձևության հետևից, բնականաբար կանայք ուզում են դա անել, ես չեմ կարող իրենց խորհուրդ տալ կամ չտալ, բայց որպես ակնաբույժ տեսնելով բարդությունները, որ կարող են առաջացնել այդ թարթիչներից, խորհուրդ չեմ տալիս։ Շատ լավ։ Եվ որ տարիքն է օպտիմալ կատարելու աչքի լազերային կորեկցիա։ Լազերային կորեկցիան ունի տարիք, քիչ առաջ նշեցի, սկսած 18 տարեկանից մինչև որևէ սահմանափակում չկա ավելի բարձր տարիքի համար, զուտ էլի ինդիվիդուալ է ընտրվում, այսինքն եթե մեծ տարիքում նույնիսկ ստուգում եք ու պացիենտի խնդիրը միայն կարճատեսությունն է, այլ խնդիրներ չունի, այո, կարելի է լազերային կորեկցիայով շտկել այն։ Իսկ որ տարիքից սկսած, ճիշտ է, 18-ից սկսած, փոքր տարիքում դա ճիշտ չէ կատարել, այո։ Փոքր տարիքում մենք ունենում ենք դեռ աչքի զարգացում եւ կարճատեսություն, ասtigmatism-ը կարող է դեռ աճել։ Դրա համար մենք սպասում ենք ստաբիլանա, նոր վիրահատում ենք։ Եվ վերջին հարցս, ինչ սահմանափակումներ են սպասվում առհասարակ կենսակերպում, ովքեր գնացել են այս վիրահատության, արդյոք սպորտային կյանքով կարող են ապրել, արդյոք կարող են արևի տակ երկար գտնվել եւ նման սահմանափակումներ, որոնք տարածված են, միգուցե նաեւ ոչ ցանկալի։
Ուրեմն սահմանափակումները մի փոքր տարբերվում են մեթոդից ելնելով։ Հիմնական սահմանափակումը նշեցի 10 կիլոգրամից ավել ծանրություն բարձրացնել խորհուրդ չի տրվում 1 ամիս։ Բնականաբար սպորտային մարզանքները, որոնք ծանրություն բարձրացնելու հետ են, խորհուրդ չենք տալիս, ինչպես նաև լողավազանում լողալա խորհուրդ չենք տալիս 1 ամիս։ Իսկ ինչ վերաբերում է արևին, այնտեղ ունենք մեթոդներից մեկը մեր, որի դեպքում ցանկալի է հետվիրահատական շրջանում արևային ակնոցով լինել միշտ, դա մի քանի ամսվա մասին է խոսքը, զուտ բարդություն չունենալու համար։ Շնորհակալ եմ բժշկուհի հետաքրքիր ինֆորմացիայի, հետաքրքիր հարցազրույցի համար եւ եթե ունեք մեր հեռուստադիտողին որևէ խորհուրդ, խնդրեմ։ Շնորհակալություն ինձ հյուրընկալելու համար։ Խորհուրդս ուղղակի խնամել աչքերը, բարբերաբար այցելել ակնաբուժին, եթե ունենք ծանրաբեռնված աշխատանք տեսողության հետ կապված, բարբերաբար հանգստացնել աչքերը, թեկուզ ուղղակի էկրանից կտրվելով, եւ եթե ունենք տեսողության խնդիրներ եւ չենք ունենում ակնոց եւ կոնտակտային ոսպնյակ կրել, ապա սիրով կարող եմ օգնել այդ հարցում։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ նաև ձեզ հարգելի հեռուստադիտող, Medinform-ը եթերում էր աչքի լազերային կորեկցիայի հետ կապված թեմայով։ Ես եւս մեկ անգամ հիշեցնեմ, զրուցում էի Աստղիկ բժշկական կենտրոնի ակնաբուժական ծառայության ղեկավար Թամարա Շահինյանի հետ։ Թե ինչ փորձեք հետևել մեր թողարկումներին եւ այնտեղ կարող եք գտնել ձեր առողջությանն առնչվող ամենակարևոր, ամենահետաքրքիր թեմաները։ Կհանդիպենք։